Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ ձեզ հետ զրուցելու մեղվապահների կողմից շատ սիրված, շատ փնտրվող մի ծառի մասին, կոչվում է Evodia tetradium կամ Evodia daniela, կամ ինչպես որ մեղվապահներն են սիրում ասել, մեղրի ծառ։ Ուրեմն ուզում եմ այսօր խոսել այս ծառի մշակության մասին։ Նախորդ ասեմ, որ ծառը այս պահին ծառերը տնկված են Հայաստանի Հանրապետությունում, արդեն մի քանի տարի է ծառերը մենք ադապտացրել ենք տեղական կլիմային, Արարատի մարզում ենք ծառերը աճեցրել, փորձել ենք տեղում ստանալ այնպես, որ ծառերը կարողանան մեր կլիմային հարմարվել։ Այս ծառերը հիմնականում իրենց հայրենիքը համարվում են Չինաստանը, Կորեան, ասիական երկրներում է շատ տարածված է նաև Ուկրաինայում, մի քանի Ուկրաինայի մարզերում են սրա տարբեր տեսակները, ուրեմն ծառը ամենամեղրատու ծառերից է համարվում։ Այս ծառի ծաղիկներից ստացված մեղրը մոտավորապես հաշվարկվում է, որ մեծ ծառից կարելի է ստանալ մինչև 100 կիլոգրամ մեղր, իսկ իր մեղրատվությամբ ծառը ուրեմն գերազանցում է եւ լորենուն եւ ակացիային։ 1:10-ի հարաբերակցությամբ, եթե 10 հեկտար ակացիա տնկեք կամ լորենի տնկեք, նույնն է ինչ որ այս ծառից 1 հեկտար տնկեք, նույն արդյունքը կստանաք։ Ուրեմն ծաղիկները այս ծառի ծաղկում են հիմնականում օգոստոսի սկզբին, այն ժամանակ, երբ որ մեզ մոտ սկսվում է մեղրաքամ ու դրանից հետո արդեն մեղուներին պետք է լրացուցիչ սնունդ արդեն իրենց ծմերվա պաշարը հավաքելու համար։ Հիմա մեր մոտ հունիսի 10-ն է, տեսնում եք, արդեն պատրաստվում են ծաղիկների կոկոմներն են, պատրաստվում մեծանալ, որ արդեն մինչև օգոստոս ծաղկեն։ Ծառի մասին ինչ կարող եմ ասել, բավականին ցրտադիմացկուն ծառ է, բավականին չոր կլիմային հարմարվող ծառ է, միայն թե ժամանակին պետք է որ ժամանակին ջրվի։ Լավ տաք կլիմայական պայմաններում իրեն շատ լավ դրսևորում է։ Ուրեմն ցրտադիմացկումն է նաև գարնանը, երբ որ ցրտահարություններ են լինում, սա մինչև -5 կարող է դիմանալ արդեն տերևները բացված վիճակում, մեզ մոտ գարնանը վերևի հատվածում այստեղ բողբոջների հատվածում մի փոքր ցրտահարում տեղի ունեցավ, քանի որ դեռ ծառեր ունեինք, որոնք փոքր էին, բայց դրանից հետո նորից տերևները տերևակալեց, նորից շվեր տվեց ու արդեն տեսնում եք, որ մեզ մոտ նաև ծաղկման պրոցես սկսվեց։ Ուրեմն ինչ կարող եմ ասել այս ծառի մասին, ծառը մենք բերել ենք Եվրոպայից մեզ մոտ, հիմա կտեղադրեմ իր մայր ծառերը, որոնք որ Եվրոպայից բերել ենք եւ արդեն տեղում տնկել ենք, մոտ 2 տարի, 3 տարի է արդեն ադապտացնում ենք Հայաստանի պայմաններում, փորձում ենք հասկանալ Հայաստանում ինչպես է այս ծառը իրեն դրսևորում, ինչպես տեսնում եք, արդեն Հայաստանում ծաղկում է, սա առաջին դեպքն է մեզ մոտ, երբ որ Հայաստանում Evodia-ն սկսում է ծաղկել, պատրաստում է բողբոջներ տալ։ Ծառը ունի շատ մանր ծաղիկներ, մոտ կարելի ասել կաթնագույն երանգի ծաղիկներ են, պտուղները դրանք սերմերն են ծաղիկների, մանր սև գույնի սերմեր են տալիս, ծառը հիմնականում աճում է սերմերով, բայց սերմերն էլ պետք է լավ որակի սերմեր լինեն, քանի որ OGG սերմերի, այսպես ասած, բավականին ցածր է։ Այս ծառը տնկելու համար բավականին շատ տարածք է ձեզ պետք, քանի որ ծառը բավականին մեծանում է եւ մեծ հաստաբուն ծառ է դառնում։ Ահա տեսեք։ Հիմա գնանք առաջ, տեսեք, շարքով մենք այստեղ տնկել ենք։ Խիտ ենք տնկել մի փոքր, պիտի հեռացնենք իրարից։ Սա շատ լավ հիանալի մեղր ապահովող ծառ է այն մեղվապահների համար, ու մոտ որ խնդիր է առաջանում օգոստոսին, քանի որ օգոստոսին ծաղիկների սակավություն է նկատվում գարնան համեմատ, պետք է որ մեղուներին լրացուցիչ նեկտար եւ մեղր ապահովել ձմռան համար, իսկ այս ծառը հիանալի տարբերակ է։ Հիմա գնանք ձեզ ցույց տամ նաեւ փոքր ծառերը, որոնք դեռ չենք վերատնկել։
Հետևորդներ, սրանք ավելի մանր ծառերն են, մինչև 3 տարեկան ծառերն են սրանք, ուրեմն նշեմ, որ բույսը լույսի հանդեպ լավ պահանջատեր է, շատ սիրում է լուսավոր հատվածներ, չնայած եթե կարողանաք կիսաստվեր հատվածում էլ տնկել, իրեն բավականին լավ կզգա, քանի որ սիրում է նաև, որ եւ խոնավությունն է տեղը լինում եւ լույսն է տեղը լինում, բայց աշխատեք հյուսիսային հատվածներում չտնկել, քանի որ նոր մանր դուրս եկած այս շիվերը շատ բարակ են ու շատ հյութալի շիվեր ունի, կարող են քամիների պատճառով կոտրվել մատղաշ ծառերը։ Ինչ վերաբերվում է հողին, շատ ինքը հողի հանդեպ այդպիսի պահանջներ չունի, այսպես ասած, բայց եթե պարարտ հողի մեջ եք տնկում, ապա պատրաստ եղեք, որ տարեկան մինչև 1 մետր կարող է հասակ ավելացնել ծառը, բոյ քաշել, այսպես ասած, ինչ մնում է պարարտացմանը, պարարտացումները կարող եք տալ գարնանը, հիմնականում պարարտացումները գարնան է, իսկ ֆոսֆոր կալիում կարող եք տալ ծաղկումից առաջ մինչև օգոստոս տալ, որպեսզի լավ փարթամ եւ հյութալի ծաղիկներ ունենաք, հետագայում էլ արդեն լավ որակի սերմեր ունենաք։ Պարարտացումը նաև շատ կարևոր է նրանով, որ կկարողանաք լավ հյութալի ծաղիկներ ստանալու արդյունքում նաև ստանալ լավ մեղր։ Նաև այս ծառը տալիս է լավ ծաղկափոշի, հետևաբար ծաղկափոշին ու մեղրը լավ խնամքի պայմաններում բավականին շատ կլինի։ Բայց չեք մոռանում, որ պետք չի այնքան ջրել, որպեսզի արմատները սկսեն արդեն ճահճանալ եւ փտել, քանի որ շատ ջուր է ինքը, այնքան շատ ջուր չի սիրում։ Շաբաթական կարող եք ջրել մանր տնկիները 2-ից 3 անգամ, իսկ երբ որ արդեն մեծանում է, իր արմատները բավականին ներքև են իջնում ու սկսում է արդեն ինքը հողի ներքևի շերտերից համապատասխան խոնավություն ստանալ, ուստի ջրելը արդեն ավելի քչանում է տեմպը։ Մոռացա ասեմ, որ ծաղիկներից կարող եք ցիտրուսային հոտ զգալ, երբ որ կծաղկեն ծաղիկները, դա պայմանավորված է նրանից, քանի որ ինքը ցիտրուս ազգիների, ռուտ ազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Այսքանը երևի սիրելի հետևորդներ, այս տեսանյութով, եթե ձեզ հետաքրքիր են ծառերը գնելու նպատակով, կարող եք մեկնաբանությունների բաժնում տեսնել այնտեղ հեռախոսահամար կթողնեմ, իսկ դուք գրեք նաև ինձ հետաքրքիր է, արդյոք ձեզ ծանոթ է այս ծառը, արդյոք ունեք Հայաստանում արդեն այս ծառից եւ ինչպես եք դուք կազմակերպում այս ծառի մշակությունը։ Դե ինչ, այսքանը լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ առաջիկայում լինելու են նաև շատ մեղվապահական տեսանյութեր, մեղվապահությանը վերաբերվող բույսերի մասին ենք խոսալու եւ տեսնենք այս ծառի հետագա աճի եւ զարգացման մասին էլ կտեսնենք Հայաստանում ինչպես է այս ծառը իրեն դրսևորում։ Ծաղկման շրջանում նույնպես ձեզ համար կնկարեմ տեսանյութ, ինչպես են ծաղիկները։ Այսքանը լավ մնացեք, կհանդիպենք։